Գենդերային հիմքով ատելության խոսք, ինչ է այն և ինչպես արձագանքել։ Ատելության խոսքը հաղորդակցության ցանկացած ձև է, որը թիրախավորում, հարձակվում, սպառնում կամ վիրավորում է անհատին կամ խմբին, ելնելով նրանց ինքնությունից։ Քննադատությունը ուղղված է գաղափարին, արարքին, դիրքորոշմանը։ Այն հիմնված է փաստերի վրա և կառուցողական է։ Ատելության խոսքը ուղղված է անձին կամ խմբին, նրանց ինքնության հիման վրա՝ սեռ, էթնիկ պատկանելիություն, կրոն և այլն։ Այն նպատակ ունի նվաստացնել, վախեցնել կամ ապամարտկայնացնել թիրախին։ Գենդերային հիմքով ատելության խոսքը ատելության խոսքի մի տեսակ է, որը թիրախավորում է անձին կամ խմբին, ելնելով նրանց սեռից, գենդերային ինքնությունից կամ գենդերային արտահայտումից։ Հանդիպում է ինչպես առցանց, այնպես էլ անցանց միջավայրերում, մեդիա բովանդակության, հրապարակումների, մեկնաբանությունների տեսքով։ Ընտրությունների համատեքստում ատելության խոսքը դառնում է բուն քաղաքական խնդիրներից շեղելու և հասարակությանը բևեռացնելու գործիք։ Ընտրությունների համատեքստում գենդերային ատելության խոսքը կիրառվում է սահմանափակելու համար կանանց ներկայությունն ու մասնակցությունը։ Ինչպես է այն դրսևորվում։ Բացահայտ վիրավորանք և ծաղր, կարծրատիպերի օգտագործում, սպառնալիք կամ բռնության քարոզում, ապամարտկայնացում։ Ինչու է ատելության խոսքը վտանգավոր կին առաջնորդների համար։ Այն լռեցնում է ձայները, արդարացնում է բռնությունը, սահմանափակում է մասնակցությունը։ Ինչպես արձագանքել և կանխել։ Ճանաչել մանիպուլյացիան։ Չպատասխանել ատելությանը ատելությամբ։ Չտարածել ատելության խոսք պարունակող գրառումները։ Տարածել բովանդակություն, որը հիմնված է փաստերի վրա։ Ինչպես հաղորդել և աջակցել։ Օգտվել report կոճակից, սոցիալական մեդիա հարթակներում, Facebook, Instagram, այլ, ատելության խոսքի հանդիպելիս։ Էկրանի նկար անել, screenshot, և իրազեկել միայն տարածելով էկրանի նկարը, բուն գրառումով կիսվելու փոխարեն։ Տեղեկացնել ընկերներին, որպեսզի նրանք նույնպես ճանաչեն ատելության խոսքը։ Աջակցել թիրախավորված անձին անհատապես և անվտանգ միջավայրում, ոչ թե հրապարակայնորեն, օրինակ մեկնաբանություններում։ Ատելությանը տեղ չտալով մեր խոսքում, մենք տարածք ենք բացում փոխըմբռնման և զարգացման համար։ Լինենք գիտակից մեր ամեն մի խոսքի և արձագանքի մեջ։